պարոն քաղաքապետ, ունենք խնդիր։ Այո։ Ձեր ստորագրությամբ մենք 6 կետանոց նամակ ուղարկեցինք կառավարություն ջրային կոմիտե, առաջարկություններ ջրային Վիոլաջուր ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների վերանայման կարգավորման ուղղությամբ։ 6-րդ կետը հենց այդպես էլ կոչվում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցում։ Պարոն քաղաքապետ 16 թվականին գույքի ցանկը, որը ներկայացվել է վարձակալությամբ տարելու Վիոլային, այդ ցանկը ներկայացվել է թերություններով, բազմաթիվ են դեպքերը մայրաքաղաքում, երբ Վիոլա ջրի սպասարկման տիրույթում չէ, որովհետև գույքը չկա իր ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին, դա վերաբերում է նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններին։ Կառուցապատողի մեղքով գույքը չի հանձնվել պոմպը Վիոլա ջրին պետությանը եւ դարձել է գլխացավանքի առարկա բնակիչների վեճի առարկա Վիոլա ջրի հետ։ Այստեղ քաղաքապետարանը որևէ պատասխանատվություն, որևէ մեղք չունի, որովհետեւ գույքը պետք է կառուցապատողը հանձներ Վիոլա ջրին։ Այնուամենայնիվ օբյեկտիվորեն, պարոն քաղաքապետ, մենք ունենք այս խնդիրը, քննարկել ենք ջրային կոմիտեի հետ, պիտի զեկուցեմ ձեզ, հիմա էլ ընթացքի մեջ է, թարմացրել եմ ցուցակը 24 թվականին կառուցված մեր կողմից կոյուղագծերով, այս պահին 27 կիլոմետր կոյուղագիծ, 28 կիլոմետր հեղեղատար, 5.1 կիլոմետր ջրագիծ, որոնք հանձնված չեն պաշտոնապես Վիոլաջուր ընկերության սպասարկմանը, բայց արդարության դեմ չգնալով, պարոն քաղաքապետ, շատ հազվագուտ դեպքերում է, որ Վիոլա ջուրը հրաժարվի սպասարկելուց։ Բոլոր մուտքագծերը մանկապարտեզների, բոլոր մուտքագծերը դպրոցական հաստատությունների ներառված չեն Վիոլայի ցանկում, բայց Վիոլան պատրաստակամորեն դա սպասարկում է։ Վերջի 2 դեպքը, 3 դեպքը վերաբերում են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցին, այո, կողոջրերը լցվել են նկուղ, պարոն Հովհաննիսյանի հետ շատ հետևողական նայել ենք այդ հարցը, անձամբ եղել եմ տեղում, հիմա խնդրել ենք Վիոլային ներկայացնի առաջարկ, որ Աղբալյանի դպրոցի շրջակայքից կոյուղատարը դուրս բերենք դեպի Տերյան փողոց։ Համար 95 մանկապարտեզն է նորոգման փուլում, ամբողջ կոյուղագծերը լցվում են մանկապարտեզ, դա եւս մեր օրակարգում է, ուրբաթօրն եմ քննարկել պարոն Թևոսյանի տեղակալի հետ, 105 մանկապարտեզի կոյուղագծի խնդիրը պետք է լուծվի, Վիոլան դարձյալ չի հրաժարվել տեխնիկական պայման տալուց։ Այնպես որ այս համագործակցությունը կա, բայց վեճը շատ մեծ է, խորանում է, պարոն քաղաքապետ, ես զեկուցում եմ ձեզ, որ ընթացքի մեջ է, հետևողական մեր կողմից այդ 6-րդ կետի պահանջը ներկայացրել եմ ամբողջ ցանկը ջրային կոմիտե, այս շաբաթ նորանշանակ նախագահի հետ հավանաբար մենք կարողանանք քննարկել սա։ Մի երևույթ եւս, պարոն քաղաքապետ, տեսեք, 560 վթար շաբաթվա մեջ։ Այսօրվա տեղեկանքն է, 400-ը կոյուղի։ Այսպիսի ցուցանիշ չունի ոչ մի մատակարար։ 92 վթար գրանցվել է պլանային անջատումով եւ վթարայինով հետ ընկերության դաշտում, 6-ը պլանային եւ վթարային միասին գազի մոտ։ Վիոլան միայն 560։ Այս վիճակագրությունը երբեմն ավելի է բարձրանում, սա վկայում է կոյուղատար համակարգի ցանցի քայքայվածության մասին։ Մենք ունենք հիմա սրված խնդիր, պարոն քաղաքապետ, ձեզ պիտի ամբողջը ճշմարտությամբ ես ներկայացնեմ, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, բազմաբնակարան շենքերի նկողներ լցվող կոյուղաջրերի վերաբերյալ շատ մեծացել է վթարների թիվը եւ ձեր հանձնարարականը եւս ընթացքի մեջ է 22 օբյեկտներից 15-ում արդեն պատրաստ են պայմանագրերը շինարարների հետ մենք քայլ առաջ ձեր հանձնարարությամբ արեցինք 25 թվականի հունվարից մինչ գումարը կհաստատվեր արդեն 22 օբյեկտ ներկայացրել ենք նախագծանախաշվային փաստաթղթեր, այս պահին 15-ի կապալի պայմանագիրն է կնքված արդեն, այսօր առավոտյան խոսել եմ տարածքային կառավարման նախարարության հետ, որ կառավարության որոշման նախագիծը ֆինանսավորման համար դրվել է շրջանառության մեջ, հավանաբար մոտորերս կներկայացվի կոմիտե, սա մեր կողմից եւս հետևողական հսկողության տակ է։ Այսպիսին է վիճակը, պարոն քաղաքապետ, մենք պարոն Կոստանյանի հետ շատ հանգամանալից նայում ենք դեպք առ դեպք։ Չասեմ, որ ամեն ինչ արդարացվում է,
Բայց պիտի ասեմ, որ որոշ դեպքերում հրապարակումներում քաղաքապետարին վերագրվում է հանիրավի, ոչ տեղին մեղադրանքներ, որը մեր տիրույթից դուրս է, երբեմն առանց ճշտելու իսկությունը, վթարի պատճառը, բայց մենք կարողանում ենք օպերատիվ ձևով դրան արձագանքել յոլա ջրի հետ համատեղ գործընկերությամբ, իսկ ամենառանցքային խնդիրը, եթե որևէ տեղ դժվարանանք, կդիմեմ ձեր աջակցությանը այս գույքային բաժանման խնդիրը վերջնականապես լուծելու